Շնորհակալ եմ անչափ, պարոն Բաքոյան, ես երևի թե խնդիրների վերաբերյալ իհարկե կխոսեմ, թեպետ այստեղ նաև այս տարբեր իրավիճակներից տուժած քաղաքացիներ կան, ովքեր ենթադրում եմ, եթե իհարկե ցանկություն ունենան, կարող են նաև խնդիրների վերաբերյալ իրենք էլ խոսել, բայց ես միանշանակ կուզենամ խնդիրների վերաբերյալ խոսել, առաջին հերթին շեշտադրում կատարելով մարդու իրավունքների տեսանկյունից այս բոլոր խնդրահարույց իրավիճակների Եվս մեկ անգամ խնդրահարույց լինելուն, քանի որ հիմնարար իրավունքների առումով դրանք շատ լուրջ ազդեցություն են ունենում։ Նախ կուզենամ մի կարևոր հանգամանք շեշտադրել, քանի որ այստեղ քննարկում գնաց այն հարցի առնչությամբ, որ սա առաջնային խնդիր չէ, երկրորդային է, սրա փոխարեն կարելի այլ խնդիր քննարկել, երկրորդ խնդիրը քննարկել։ Ուզում եմ հատուկ արձանագրել, որ բոլոր խնդիրներն են մարդու իրավունքների վերաբերյալ առաջնային եւ համարժեք քննարկման ենթակա եւ նման խնդիրներին հասցեավորում չիրականացնելը հակառակը տարբեր մասնագիտացված կազմակերպությունների կողմից դիտարկվում է որպես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այդ թվում հաստատությունների կողմից ոչ պատշաճ մոտեցում կոնկրետ մարդու իրավունքների խնդիրներին, ինչ վերաբերում է հանրային աղմուկի հետ կապված հարցին, ապա կուզենամ հատուկ արձանագրել, որ սա այնպիսի հարց է, որը ուղղակի ազդեցություն է ունենում մարդու մի շարք հիմնարար իրավունքների վրա, եթե մարդու տեսանկյունից ազդեցությունը դիտարկենք, ապա սրա վերաբերյալ իհարկե բժիշկները շատ ավելի ճիշտ կլինի որպեսզի խոսեն, բայց ես կատարված պարզապես մասնագիտական հետազոտությունների արդյունքները ասեմ, որ հուշում են, որ օրինակ աղմուկը թույլատրելի մակարդակի գերազանցմամբ կարող է հանգեցնել ընդհուպ մինչև վաղաժամ ծննդաբերությունների, ինսուլտի, արյան ճնշման բարձրացումների եւ այլն եւ մեր դիմումատուներից շատերը, ովքեր եղել են նաև անբուժելի հիվանդությամբ տառապող անձինք, բնականաբար բարձրացրել են մեզ հետ քննարկումներում, այդ թվում իրենց դիմում բողոքների քննարկումներում նման հարցեր, մասնավորապես իրենց ոչ թե պարզապես իրենց անդորը խանգարելու, այլ իրենց վրա ուղղակի ազդեցություն ունենալու հանգամանքի հետ կապված։ Եվ այս առումով ուզում եմ հատուկ արձանագրել, որ առողջության պահպանման իրավունքի տեսանկյունից հանրային աղմուկի դերակատարությունը այնպիսի հանգամանք է, որը ունի հստակ արձանագրում նաև մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների կողմից, հետևաբար այս հարցի վերաբերյալ անդրադարձի բացակայությունը որպես այդպիսին չի կարող դիտարկվել որպես պատշաճ մոտեցում մարդու իրավունքներին առնչվող տարատեսակ խնդիրների։ Հիմա խոսեմ խնդիրների վերաբերյալ։ Բայց կխոսեմ մեզ ուղղված դիմում բողոքներից ու երևի թե նաև մի անգամ էլ կշեշտադրեմ, որ մեզ ուղղված ահազանգերը նախորդ տարի շատ մեծ քանակությամբ են եղել։ Մի մասը վերաբերել է հանրային սննդի, զվարճանքի եւ ժամանցի կետերից հնչող աղմուկի թույլատրելի մակարդակը գերազանցող երաժշտությանը, ընդ որում ոչ միայն գիշերային ժամերին, այլ նաև երեկոյան ժամերին։ Մեզ հասցեագրվել են բողոքներ կատարվող շինարարական աշխատանքների ընթացքում աղմուկի հետ կապված եւ այս առումով էլ կուզենամ նշել, որ բազմաթիվ են եղել մեզ դիմող քաղաքացիները, մեր դիմումատուները եւ որոշակի դեպքերում մենք արձանագրել ենք խնդիրներ նաեւ դասապրոցեսի խաթարման հետ կապված, մասնավորապես ընթացող շինարարական աշխատանքների արդյունքում։ Ավելին ասեմ, մենք դեպք ենք ունեցել, երբ որ Երևան քաղաքում քանդման աշխատանքների արդյունքում բացի աղմուկից նաև մնացյալ այլ շրջակա միջավայրի աղտոտվածության եւ այլ հանգամանքներ են եղել, եւ այս առումով ուզում եմ հատուկ արձանագրել, որ շրջակա միջավայրի աղտոտվածության, հանրային աղմուկի եւ այլ հարցերը սրանք միասնական քննարկման ենթակա հարցեր են։ Հիմա անդրադառնամ խնդիրներին։ Ես իհարկե չեմ ուզենա կոնկրետ վայրերի անվանումներ տամ, որպեսզի նաև որոշակի առումով թիրախավորման չվերածվի մեր այսօրվա քննարկումը, այլ մենք շատ ավելի ունենանք խնդիրների վրա ուղղված քննարկում, այդ խնդիրների վրա ուղղված քննարկումը հանգեցնում է հետևյալին։ Մենք ունեցել ենք շենքերից մեկից Երևանի կենտրոնում գտնվող խմբային բողոք, երբ ամբողջ շենքի բնակիչները մեզ խմբային բողոք են ներկայացրել այն հարցի առնչությամբ, որ իրենց հարևանությամբ գործում է համալիր կամ ռեստորան, որտեղից հնչող աղմուկը ամբողջությամբ է խաթարում իրենց անդորը եւ ըստ էության մենք ենք նախաձեռնել գործընթացը, արդյունքում տեսչական մարմինը մեր նախաձեռնությունից հետո աղմուկի
մակարդակի գործիքային չափումներ է իրականացվել եւ արձանագրվել են խնդիրներ փաստացի։ Խնդիրներ արձանագրելուց բացի, այնուհետև մեզ հասանելի է դարձել պաշտոնական տեղեկատվություն այն մասին, որ դեռևս խնդիրը ինչ-որ չափով շարունակվում է, քննարկման ընթացակարգը մենք շարունակել ենք եւ վերջում նույնիսկ պարզել ենք, որ այդ ռեստորանը ընդհանրապես չի ունեցել ոգելիչ եւ ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելու թույլտվություն, նաեւ հանրային սննդի կազմակերպումն է իրականացվել առանց համապատասխան թույլտվությունների եւ արդյունքում այս միջամտության արդյունքում նաեւ այս գործընթացների նկատմամբ վերահսկողական տարբեր մեխանիզմներ կիրառվել։ Նույնը վերաբերում է շինարարական աշխատանքների հետ կապված տարատեսակ հարցերի, ուզում եմ հատուկ արձանագրել, որ սա հատկապես տեսանելի է հանգստյան օրերին իրականացվող շինարարական աշխատանքների պարագայում, որովհետև օրինակ մեզ ուղված դարձյալ խմբային դիմում բողոքներից մեկը վերաբերել է Ազատության պողոտայում ընթացող շինարարական աշխատանքներից մեկին, որտեղ աշխատանքները իրականացվել են նույնիսկ հանգստյան օրերին, մասնավորապես շաբաթ եւ կիրակի օրերին, առավոտյան նույնիսկ ժամը 8-ը նույնիսկ չի հասել ժամանակահատվածը, այսինքն մինչև այդ են սկսել իրականացնել շինարարական աշխատանքները եւ բնականաբար սա ոչ թե պարզապես մարդկանց անդորն է խաթարում, այլ ազդեցություն է ունենում մարդկանց առողջության պահպանման իրավունքի, ազդեցություն է ունենում մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի, որովհետեւ շենքերի բնակիչներից շատերը նշում էին, որ պարզապես իրենց բնակարանում նույնիսկ չեն կարողանում իրենք հանգիստ հեռուստացույց նայել, գիրք կարդալ կամ միմյանց հետ զրուցել, որովհետեւ աղմուկի մակարդակը այդքան բարձր է։ Եվ մենք այս հարցերը քննարկելիս սովորաբար կարող ենք կենտրոնանանք ինչ-որ հարցերի վրա, որ դե սա գլոբալ հարց է, քանի հոգի է բողոքել, թե չէ, բայց այս բոլոր հարցերի հետևում մարդիկ են կանգնած եւ փաստացի կանգնած են ոչ միայն մարդկանց պարզապես, հա, սովորական իրավունքներ, այլ մարդկանց հիմնարար իրավունքներ եւ սրա առնչությամբ դա է պատճառը, որ հետազոտություններ են շատ լուրջ իրականացնում, թե Միավորված ազգերի կազմակերպությունը եւ նաեւ համապատասխան մարմինները ստորաբաժանումներն են այս հարցերը հասցեավորում եւ թե մի շարք այլ մարմիններ։ Ավելին ասեմ, թեպետ նշեցի, բայց մի անգամ էլ շեշտադրեմ, մեզ ուղղված դիմում բողոքներից մեկով մեզ ահազանգ է ներկայացվել այն մասին, որ իրականացվող շինարարական աշխատանքների արդյունքում դպրոցում նույնիսկ դասապրոցեսն է խաթարվում։ Հիմա այս խնդիրների մեծ մասը հնդածս իրավիճակային առումով լուծում է ստացել մեր միջամտությամբ, մյուսները մեր միջամտությունից հետո, որոշ ժամանակ անց հետո տեղեկացել ենք, որ խնդիրը նորից է սկսել շարունակվել, վերսկսվել է խնդիրը։ Եվ այս բոլոր հետազոտությունների արդյունքում, այս գործերի քննարկման արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ ըստ էության, չնայած իրականացվող առանձին քայլերին ակնհայտ է, որ նախ իրավակարգավորումներն են ոչ բավարար ոլորտի հետ կապված, եւ իրավակարգավորումների ոչ բավարարությանը գումարվում է նաեւ շատ դեպքերում ոչ պատշաճ տրամաբանությամբ եւ մեթոդաբանությամբ իրականացվող պրակտիկան իրավակիրառ այդ թվում եւ արդյունքում մենք ունենում ենք մարդկանց իրավունքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ այնպիսի ծավալով, որ նորից եմ կրկնում, ես ստիպված եմ եղել ոչ միայն հրապարակային հայտարարություններս հարցի հետ կապված անել, նաեւ տարեկան հաղորդման մեջ ենք այս հարցին անդրադարձ կատարել եւ դարձյալ նշեմ ոչ միայն մեր մի հաստատությունը, այլ հատկապես եվրոպական մի հաստատությունները, սա նաև առաջնահերթ խնդիրներից մեկն են համարում տարբեր իրավունքների հետ կապված հարցերը քննարկման առարկա դարձնելիս։ Ես ուզում եմ շեշտադրել մի քանի հանգամանք համապարփակ օրենսդրություն ունենալու առումով եւ մի կարևոր, այսպես նաև հրապարակային նախաձեռնությամբ հանդես գալու։ Ընդհանրապես տարբեր երկրներում նույնիսկ աղմուկի հետ կապված հարցերը իրավունքի տեսանկյունից կարգավորված են այն աստիճան, որ օրինակ աղմուկի օրինակ չի հնարավոր չէ նույն հանրային սննդի օբյեկտներից կամ շինարարական աշխատանքներ իրականացնել եւ այլն կիրակի օրերին ընդհանրապես շաբաթ օրերին որոշակի ժամանակահատվածի ընթացքում է հնարավոր որոշակի ժամանակահատվածի ընթացքում հնարավոր չէ կամ նույնիսկ աշխատանքային օրերին ժամը քանիսից սկսած եւ մինչեւ որ ժամը կարելի է աղմուկի հետ կապված համապատասխան հնարավորություններ եւ կարգավորումներ ունենալ սրանք հարցեր են որոնք կարծում եմ չունենալու պարագայում մենք շարունակել ենք ունենալ այն իրավունքների տեսանկյունից այս ոլորտում ոչ քաղաքակիրթ միջավայրը, որը մենք փաստացի ունենք, որովհետև համակեցության կանոնները ընդհանրապես չեն հարգվում այս դիտանկյունից։ Ես իմ բացման խոսքի ընթացքում նշեցի, բայց հիմա էլ շեշտադրեմ, շատ ուրախ էի, երբ տեղեկացա, որ նաև այս մեր քննարկումների արդյունքում Երևանի պետական համալսարանում էր նախաձեռնվել, այդ թվում համապատասխան օրենքի նախագծի հետ կապված որոշակի աշխատանքների իրականացում, վերլուծության իրականացում
տարբեր երկրներում գոյություն ունեցող փորձի եւ ես կարեւոր կհամարեմ, որպեսզի մենք կարողանանք այս հարցի վերաբերյալ ունենալ պատշաճ օրենսդրական զարգացումներ, խնդիրների բացահայտում, վերացում եւ պետք է ունենանք կամք եւ հետեւողականություն ցանկացած տեսակի հարց հասցեավորելու, որովհետեւ հակառակ պարագայում ըստ էության նաեւ միջազգային գործընկերների կողմից խնդրահարույց է դիտարկվում նմանատիպ հարցերին ընդհանրապես անդրադարձ չկատարելը։ Շնորհակալ եմ, ուրախ կլինեմ պատասխանել ձեր հարցերին։ Շնորհակալություն։